Գտնվում ենք Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբաբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու դիմաց, քիչ առաջ ներսում էինք եւ այն ամենը ինչ մենք տեսանք ներսում կարող եք ծանոթանալ հետագա տեսագրության մեջ, որ անպայման կգտնեք իմեջում, իսկ այժմ ուզում եմ հիշեցնել այս եկեղեցու պատմությունը։ Նախ 1923 թվականին Ադիս Աբեբայում կառուցվել է հայկական մատուռ, իսկ 35 թվականին հիմնարկեք է տեղի ունեցել Սուրբ Գևորգ եկեղեցու, որը կառուցել է, որի գաղափարը եւ կառուցումը իրականացրել է Միհրան Մուրադյան ազգանունով բարերար իր հոր Գևորգի հիշատակին։ Սուրբ Գևորգ եկեղեցու բացման ժամանակ ներկա է եղել Եթովպիայի կայսրուհի Մենեն Ասվան։ Եկեղեցին պատկանում է Եթովպիայի հոգևոր հովվությանը, որը Սուդանի հովվության հետ միասին ընդգրկված է Եգիպտոսի հայոց թեմի կազմում։ Եթովպիայի կայսր Հայլե Սելասիեն սերտ կապեր է ունեցել Ադիս Աբաբայի հայկական համայնքի հետ եւ սատարել է Սուրբ Գևորգ եկեղեցուն եւ ներկա է գտնվել եկեղեցու բացման արարողությանը։ Չափազանց գողտրիկ վայր է, չափազանց գողտրիկ եկեղեցի է։ Եկեղեցու ներսում դեռ գործում է եւ նվագում է երգեհոնը, որը եկեղեցուն նվիրել է 1918 թվականին Գրիգորիոս Պողոսյանը։ Հայ համայնքը, ինչպես նախորդ ուղիղ եթերում ներկայացրեցի, այժմ 100 հոգուց է, մոտավորապես 100 հոգուց է կազմված, բայց այդ 100 հոգանոց հայ համայնքը կարողանում է քարաձայն երգչախումբ կազմավորել եւ ամեն կիրակի եկեղեցում պարզապես թեկուզ կես ժամ, ինչպես ինձ ներկայացրեցին, իրենք երգում են։ Լինում է տարվա մեջ մի քանի անգամ, լինում են կնունքներ, ցավոք սրտի հարսանիքներ չեն հիշում, որ վաղուց տեղի ունեցած լինեն հարսանյաց արարողություններ, եւ ամեն անգամ պատարակ մատուցելու կամ որևէ այդպիսի առիթի դեպքում Եգիպտոսից ժամանում է թեմի առաջնորդ Աշոտ Սրբազանը, որը եւ պատարակ է մատուցում այս եկեղեցում։ Ես այժմ ինձ ընկերակցում է, հիշում եք Գևորգ Նալբանդյանին, ով առաջին երգչախմբի հիմնադիրներ 40 մանկունքի, ով Եթովպիայի առաջին պետական հիմնի Եթովպիա եղիր երջանիկ, ինձ շատ է դուր եկել այդ հիմնի վերնագիրը, հիմնադիրներ։ Գևորգ Նալբանդյանի եղբոր որդին Ներսես Նալբանդյանը հետագայում Եթովպիայի ոստիկանության բանակի եւ ազգային թատրոնի երգչախմբերի հիմնադիր եւ ղեկավարներ եղի եւ այժմ ինձ ուղեկցում է Ներսես Նալբանդյանի դուստրը Սալպի Նալբանդյանը, ով այնքան բարի էր, որ եկավ եկեղեցու դռները բացեց, ինձ պատմեց պատմություններ, բայց ես առանձնահատուկ ուզում եմ ներկայացնել Սալպի Նալբանդյանին իր անձի պատմությունը, պարզվում է, որ թվականը չեմ հիշում, խնդրում եմ հուշեք, 1982 թվականին մասնակցել է հակակոմունիստական շարժմանը եւ տնտեսական սաբոտաժ կազմակերպող խմբի անդամ է եղել եւ 4 տարի բանտարկված է եղել մեղադրանքով, 4 տարի բանտում անցկացնելուց հետո դատարանով ազատություն է ստացել։ Եթե ունեք որևէ բան ավելացնելու այդ տարիների հեղափոխության շրջանին արգածախնդրություններ գբադահին եւ զոհերալ գբադահին անոնց մեկը ես եմ ժամանակս 4 տարվա մեջ լիովին լեզու սորվելով սպառվածի տեսակ համալսարաներ Այո, տեսակը համալսարան է, 4 տարի անազատազրկությունը, փիլիսոփայությունը իհարկե համահունչ է մեր օրերում, մեր սկսած
կրթվելը նորաձև է համապետական շարժմանը, որ պետք է բոլոր առիթներն օգտագործել եւ ուսում ստանալ եւ կրթվել։ Ես ուզում եմ ասել, որ առանձնակի հպարտություն եմ զգում հենց այս պահին ընկերակցություն ունենալով այսպիսի կնոջ հետ, որ 4-րդ սերնդի եգիպտահայ է, 3-րդ սերնդի եթովպա հայ է, եւ այստեղ 4-րդ սերնդի ներկայացուցիչ ունենք, եւ այն հանգամանքը, թե ինչպեսի հրաշալի տիրապետում է եւ լեզվին, եւ մեր ավանդույթներին, եւ մեր մշակույթին, դա իհարկե շատ է հարստացնում հոգիդ։ Մենք այս պահին Ադիս Աբեբայի գեղեցիկ տեսարանը քաղաքի վայելելով, մեր եկեղեցու տեսարանը վայելելով, ուղևորվում ենք դեպի Արարատ մշակույթի կենտրոն, որի մասին խնդրում եմ նորից մի քանի բան պատմեք մեզ։ Մոտավոր 80 տարիներ ավելի է հիմնադրված, եղած է սպորտի կենտրոն, հայ երդասարտությունը հոս բասկետբոլ, ֆուտբոլ եւ այլ մարզանքներ մասնակցած են, մինչեւ հիմա գաշխատի, հիմա ունենք թենիսի դաշտ եւ ճաշարան, ունենք սրահը, որ 100 հոգի, 120 հոգի գարնի եւ գծարայե երբեմն հավաքույթի։ Եվ դուք ասացիք, որ Գևորգով վարժարանն էր գործում, որ 2 տարի է արդեն ինչ որ պատճառով չի գործում։ Գևորգով վարժարանը, Մաթիկ Գևորգով Փարերարը շենքը գառուցեր եւ քաղաքին նվերդված էր։ Մենք այդ վարժարանին ուսանողներ եղած ենք։ Ցավալիորեն հեղափոխության ադեն քրավեցին ագումբին փագի մեջ բզդիկնումը դվին։ Մինչև 2 տարի առաջ բացիր։ Եվ Տիկին Սալպին ինձ փոխանցեց, որ մինչև վերջին տարիները գրեթե այցելուներ Հայաստանից կամ Սփյուռքից չէիք ունենում, ճիշտ եմ։ Որոշ ադեմը չունեինք երբեք, բայց ասվերջերս միշտ մարդ կա։ Փյուր ունեք։ Այո։ Ասիգա Գևորգով վարժարանն է, ասկողմ են։ Ցույց տանք որներ։ Հիմա մոխրակույն ներգված շենքը Մաթիկ Գևորգով վարժարանն է։ Կամ էր։ Իսկ այս պահին որևէ ինչ որ մեկը տիրապետում է շենքին, թե դեռ կարող է շարունակել գործել որպես վարժան։ Պետք է գարենայինք յետառնել, բայց չստացվեց։ Իսկ ներողություն, ինչով են զբաղվում համայնքի ներկայացուցիչները, ինչ ընտանիքներ են, ասացիք, որ ամեն կապի մեջ եք իրար հետ, բնականաբար։ Գարաժ ունեցող կա, գոշիկի կորձի մեջ կա, ճաշարանի մեջ կա, երաժշտության մեջ կա, իմ եղբորս կինը տաշնակ սորվեցն է, տաշնամուշ։ Ուսուցչուի է, այո։ Ուղղակի զարմանալի է, մինչ Եթովպիա եւ Ադիս Աբաբա հասնելը կամ առհասարակ սկսել այս ուղևորությունը, այդ շատ աղքատիկ ինֆորմացիոն բազան, որ մենք ունենք Եթովպիայի եւ պատմական հարաբերությունների մասին, շատ զարմանալի է հայտնաբերել բոլորովին այլ իրականություն, բոլորովին այլ պատմություն, որը իհարկե պարտավոր ենք իսկապես իմանալ, տիրապետել բոլորս։ Մոտենում ենք ակումբ, չէ, ասիգա դպրոցն էր Մաթիկ Գևորգովի վարժարանը, որ 80 տարի, 90 տարի եկեղեցի են քիչ վերջ գառուցված է։ Հիմա ինչ որ երեխաներ են խաղում ներսը։ Ով են εμείς, որտեղ գարավարական մեկ դպրոց կա, փագի մեջ շնեցին, Երևանում են։ Երևի այդ երեխաներն են։ Իսկ ակումբը, ակումբին մոտեցանք։ Գնանք ակումբը։
Գնանք ակումբը։ Իսկ այս թաղամասը Ադիս Աբեբայի ինչ տեղ է զբաղեցնում։ Շատ հին թաղամասն է ասիգա, որ հոս շատ մեծ փակ կար հայու պատկանող եւ շատ տուն կար։ Հայկական տներ, հայերի տներ։ Հաստանը հայեր Գաբրեին։ Բայց մեծ մասը հոս at հայեր Գաբրեին։ Մեկ ընտանիքի գվատկաներ։ Առաջին ջերմակ ծնունդը Եթովիո մեջ։ Սո մենելիք կայսեր նվերդված էր ասլման թաղամասը։ Սալի։ Եվ ես հիմա չեմ հիշում այդ կնոջ անունը, որ հիշատակել եմ իմ եթերիում, բայց գորգագործության արքունիկում մեծ տեղ ուներ եւ Դավիթ Ասլանյանն էր անգյա քորքի գործներ եւ կնոջ անունը ինչպես է։ Անոր թորնիկը Արաքսին, այո։ Եվ մտերիմ հարաբերություն ուներ հայերը ոսկերիչներ, քորքագործեր, at ոսկե թելով թուրթուրի գործը ամբողջ բալադին համար հայերը աշխատեին։ Պետք է ասեմ, որ ես երեք այդ տեղեկությունը կիսեցի նաև վարչապետի տիկնոջ հետ մեր հանդիպման ժամանակ եւ պետք է ասեմ, որ այդ պակասը ինֆորմացիայի երկկողմանի է, որովհետեւ եւ նաև փիլիսոփաների հետ կիսեցի, գիտնականների, պրոֆեսորների հետ կիսեցի այդ ինֆորմացիան, բավականին զարմանալի էր եւ արձագանքները շատ զարմացած էին, որ կա որևէ կապ հայկական եւ եթովպական պատմության միջև։ Իմ եղբայրս գիրքը գրած է 2 տարի առաջ հրադարակվեցավ Ամազոնի վրա է։ Armenians of Ethiopia 500 տարվա պատմություն է, որ հայերը ինչ ըրած են Եթովիո մեջ հետաքրքրական գիրք է։ Քանի որ ես պատիվ եմ ունեցել այդ գիրքը նվեր ստանալ, ինչի համար չափազանց շնորհակալ եմ, ես անպայման կթերթեմ, կկարդամ, թեև արդեն կարծում եմ բավականին տեղեկացված եմ եւ կիսել եմ նաեւ ձեզ հետ այն ամենը, ինչ հասցրել եմ իմանալ այս զարմանահրաշ երկրի եւ մեր կապի մասին։ Մոտենում ենք կարծես թե մոտենում ենք Արարատ ակումբին։ Անգինը գտարնանք եւ կխնդրեմ, որ ցուցադրես նաեւ միջավայրը եւ հայ եւ այս neighborhood-ը, ինչպես ասում են, կամ թաղամասը իր ամբողջ կոլորիտով եւ հմայքով։ Հոս հայեր Գաբրեին, Գովինը հայեր Գաբրեին։ Վերևինը հայեր Գաբրեին, որ հիմա շենք շնված է։ No. Hey. Իսկ դուք ավելի հեռու եք բնակվում, թե էլի այս թաղամասում եք դեռ։ Չէ, առաջ այս թաղամասում մենք, բայց հիմա հեռու ենք։ Աուտագայանի մոտն ենք։ Հիմա ասիգա հայկական եկեղեցին սկսած մինչև աս թաղը, աս կողմը, Գրիգորիոս Պողոսյանին դունը երած Թանկարանի մոդը
Արմեն սֆր գսվի հայկական թաղամաս գսվի, որը մեծ մասատ հինդուները պաշտպանված են որպես heritage։ Որպես heritage են ճանաչվել։ Ահա եւ հայկական հայ համայնքի մշակութային կենտրոն եւ Արարատ մարզական ակումբը։ Հրաշալի է, որ մենք հասանք եւ կարող ենք նաեւ այստեղ վայելել հայկական միջավայրը եւ հայկական հետքը, որը փաստորեն տներ կան։ Ինչ ես ասում։ Hello. Ինչպես լսեցինք, շատ տներ այս թաղամասում պետություն ճանաչել է որպես ժառանգություն հայկական եւ պաշտպանում է որպես ժառանգություն։ Պետք է նաեւ արժանին մատուցել այդ առումով։ Կարծում եմ, կարող ենք ներս մտնել։ Մտցեք։ Ես տեսա Եթովպիայում սովորություն ունեն բնակելի վայրերում խունկ վառելու, ծխելու։ Ինչ իմաստ ունի դա։ Սուրճի սերեմոնին է դա խունգը միշտ օդը մաքրելու որովհետև անտիսեպտիկ է։ Այդ նպատակով։ Այն շենքում, որ մենք մեզ հյուրընկալեցին, ամբողջը խունկի հոտ է, ամբողջ ընթացքում օրվա շատ հաճելի է, բայց չէինք կարող հասկանալ ինչ պատճառ։ Սուրճի սերեմոնին հետ գվարեն անբաժար։ Ուրեմն հոսկա ջաշարանը, որ հայկական ջաշեր գրանցն է։ Իսկ վերնասրահ գծակությունները ֆրանսացի գծակրիչը, որ 30-35 տարի առաջ հոս գաճախեր որոշեր էր բադին վրա տնել Պերսևալ ասիա հայկական երեսի ծեվը արած մույսհոն նոյանդաբանը նույն նկարչի վրցնին են պատկանում ֆրանսիահայի ասացիք ֆրանսիացի այո Պերսևալ այ անունն էր մի րոպե Պերսևալ, փաստորեն ֆրանսիացի նկարիչը եւ նոյի տապանն է պատկերել, զուռնան, հրաշալի, շատ գեղեցիկ է, շատ։ Շատ հին սանթուղներն։ Իսկ երիտասարդ ընտանիքներ կան համայնքում, որ երեխաներ ծնվում են, թե շատ քիչ։ Մեծ մասը արտագաղթած են։ Այստեղ միջոցառումներն են։ Այո։ Հինուցի վեր հոսպարանտեսներ, թեասեղաններ եղած են։ Հրաշալի։ Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ, որ կիսեցիք մեզ հետ, որ հյուրընկալեցիք, որ եկաք, բացեցիք դռները։ Շատ շնորհակալ եմ։